Հյուսիսային Սիրիայի քրդական ինքնավար վարչակազմը 2 օրում փլուզվեց Դամասկոսի նոր իսլամիստական իշխանությունների ճնշման ներքո։ Ոչ պաշտոնական քրդական անվանումով Ռոջավան գոյություն ուներ 2016 թվականից։ Այն գլխավորում էր Սիրիայի դեմոկրատական ուժերի միությունը։ Քրդերը զիջեցին Եփրատի արևմտյան եւ մասամբ արևելյան ափերի դիրքերը։ 2 օր անց Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարեց քրդական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի հետ կնքած հրադադարի մասին։ Սա պայքար էր ու հաղթանակ Սիրիայի ամբողջ ժողովրդի համար։ Աստծո կամոք հրադադարը կարող է հիանալի մեկնարկ լինել մեր երկրի վերակառուցման, զարգացման, ինչպես նաև տարաձայնություններին վերջ դնելու, միավորվելու եւ առաջ շարժվելու համար։ Ըստ համաձայնագրի քրդական ուժերը նահանջում են Եփրատից այն կողմ, հանձնում են հիմնականում արաբներով բնակեցված Ռաքան ու Դերզորը, այդ թվում նավթի ու գազի հանքերով հարուստ այն շրջանները, որոնք ապահովում են արդյունահանման 70%-ը։ Սիրիական կառավարությունն իր հսկողության տակ է վերցնում նաև Եփրատի վրա կառուցված հսկա ամբարտակները։ Ռաքայից ու Դերզորից սիրիական դեմոկրատական ուժերի դուրսբերումը նպատակ ունի թուլացնել էսկալացիան եւ կանխել քաղաքացիական պատերազմը, որը կարող էր հանգեցնել զոհերի թվի աճին։ Մարդիկ ցնծության մեջ են, հուսով են վերջ կդրվի երկարատև թշնամանքին ու կսկսվի վերամիավորման փուլը։ Աստծո կամքով Սիրիան ավելի լավը կդառնա բոլոր այն երկրներից, որոնք անցել են վերականգնման ու զարգացման ուղով։ Կիսով չափ քրդերով բնակեցված հասարակաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները նույնպես անցնում են նոր իշխանության վերահսկողության ներքո։ Քրդական ուժերը Դամասկոսին են հանձնում նաև իսլամական պետության 10,000 գրոհայիններով լցված բանտերը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ է լինելու, երբ հազարավոր ահաբեկիչներ հայտնվեն ազատության մեջ։ Քրդերի քաղաքական սուբյեկտայնության ապամոնտաժումն ընթանում է համալիր ձևով՝ ռազմական ճնշում, ռեսուրսների առգրավում, ցեղերի վերակողմնորոշում։ Քրդական ուժերի պաշտպանության փլուզումը սկսվեց Հալեպի քրդական թաղամասերից նրանց հիմնական ուժերի նահանջից։ Վակուումն անմիջապես լցրեցին Սիրիայի կառավարական ուժերը։ Որպես կոմպրոմիս Ալ-Շարան քրդական մշակութային ինքնավարության մասին հրամանագիր ստորագրեց, նրանց լեզվին տալով պետական կարգավիճակ։ Որոշ փորձագետների կարծիքով սա ոչ թե փոխզիջում է, այլ արևմուտքի քննադատության չեզոքացման միջոց։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարը հեռախոսով զրուցել է Միացյալ Նահանգների նախագահի հետ, կողմերը վերահաստատել են Սիրիայի միասնությանն ու ինքնիշխանությանն իրենց աջակցությունը։ Արաբական երկրում իրադարձությունների զարգացմանը ոչ միայն ակտիվ հետևում է, այլև ներգրավված է Թուրքիան։ Մեր տարածաշրջանում ահաբեկչության դարաշրջանն ավարտված է, անհրաժեշտ է անհապաղ կյանքի կոչել հրադադարի ու լիակատար ինտեգրման գործընթացը։ Ոչ մեկ չպետք է այլևս սխալ հաշվարկներ անի։ Սիրիայի կառավարությունը լուծեց խնդիրը նվազագույն վնասով։ Թուրքիան որպես Սիրիայի հարևան ու բարեկամ երբեք թույլ չի տա նենգադավ գործողություններ, ասել է Էրդողանը։ Վերլուծաբանների կարծիքով Թուրքիայի երազանքը կատարվել է։ Սիրիայի ժամանակավոր կառավարության ձեռքով Անկարան կարողացավ կանխել Սիրիայում քրդերի քաղաքական կարգավիճակ տալու հնարավորությունը։ Արաբական երկրում քրդերի դիրքերի թուլացման հաշվին հենց Թուրքիայում իշխանությունը կարողացավ բարձրացնել իշխող վերնախավի վարկանիշը։ Չնայած քրդական վարչակարգի փլուզմանը ու հրադադարին հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի փողոցներ են դուրս եկել հազարավոր քրդեր ի պաշտպանություն իրենց ազգակիցների։ Շատերը հատել են Իրաքի հետ սահմանը օգնություն ցույց տալու իրենց քույրերին ու եղբայրներին։ Քրդական բազմամիլիոնանոց համայնքը կարծես չի պատրաստվում հանձնվել։ Քրդական հարցը դեռևս փակ չէ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։